Ողջույն։ Ով է ընտրողը, ինչ որակներ ունի եւ ոնց է կողմնորոշվում։ Սահմանադրական դատանում շատ ուշագրավ քննարկում ծավալվեց հենց այս հարցի շուրջ։ Երբ ընտրության արդյունքները վիճարկող ուժերը ներկայացրին ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ահաբեկելու, ատելություն տարածելու, դրսից Փաշինյանին աջակցելու, ընտրակաշառքների եւ բազմաթիվ այլ փաստեր, Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը հարց ուղղեց, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ընտրությունը կատարում։ Դատավորը տպավորություն էր ստացել, թե մեր ընտրողները զոմբիներ են, որոնց թոշակը կարող են բարձրացնել եւ գնան ընտրեն, կամ վախեցնելով ձայն տանեն։ Իր կարծիքն այն է, թվարկած բացասականը կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Թեմային անդրադառնանք օրինակներով, այդ թվում իր դատավոր Վաղարշյանի։ Ով է ընտրողը եւ ինչ չափանիշներով է ընտրություն կատարում։ Մարդիկ իհարկե ունեն կրթական ցենզի, սոցիալական վիճակի, կենցաղի, գաղափարական եւ բազմաթիվ տարբերություններ եւ բազմաթիվ գործոններ կարող են ազդել ընտրություն կատարելու վրա, չափանիշները խիստ տարբեր են։ Իդեալական պայմաններում ընտրողը գնահատում է իր կենսամակարդակի, զբաղվածության, գնաճի բարելավումը։ Շատ երկրներում սա ամենաազդեցիկ գործոններից է։ Ընտրողների մի մասը ունի երկարամյա համակրանք որևէ կուսակցության հանդեպ, որին հավատարիմ է մնում։ Ընտրողների մի մասի համար կարևոր է առաջնորդի անձնական հատկանիշները, վճռականություն, փորձ, հատկապես ճգնաժամային կառավարման ունակություն։ Ընտրողների ավելի փոքր հատված քվեարկում է նախընտրական ծրագրերում առաջարկվող կոնկրետ լուծումներով։ Հատկապես պատերազմ կամ լարվածություն ապրած երկրներում անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը դառնում է գլխավոր չափանիշ ընտրություն կատարելու, եւ նրան, ով խարխլել է անվտանգությունը, չեն ընտրում։ Եվ առաջնային չափանիշ է դառնում, թե որ ուժն է ի վիճակի ապահովել պետության սահմանների պաշտպանությունը, զինված ուժերի արդիականացումը, վարել ճիշտ դիվանագիտություն արտաքին գործընկերների հետ։ Այլ չափանիշներ էլ կան, իհարկե կոռուպցիայի եւ արդարադատության ընկալում, արժեքներ ու ինքնություն եւ այլն։ Մեզ մոտ եւս սա գործել է, բայց ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, եղել են շատ ընտրակեղծիքներ, ընտրակաշառք, ահաբեկումներ, դրսի ազդեցություն, վարչական ռեսուրս եւ այլն, բայց դրանով հանդերձ իշխանությունը չի հաղթել եւ սկսել է տոտալ կեղծիքները, ընդհուպ գողացել են խորհրդարան անցած ուժի ձայները։ Մեզ մոտ իշխանությունը գործել է խաղի այլ կանոններով։ Այն ընտրողը, որ պետք է իմ հիշատակած չափանիշներով շարժվեր, նրան իշխանությունը սպառնացել է գլուխը ջարդել, բիզնես խլել, իսկ իրավապահ համակարգը գործ չի հարուցել։ Քաղաքացին տեսել է, որ իր մի կոպիտ բառի համար կալանավորում են իրեն, բայց Նիկոլը, որ գլուխ ջարդելու մասին է խոսում, բան չեն անում։ Եվ ինչ վարք կդրսևորի այդ ընտրողը ըստ դատավոր Վաղարշյանի։ Ու մեր երկրում արդեն 8 տարի է իշխում է տոտալ վախը, ահաբեկումները, ոստիկանական ու իրավական տերորը, ֆեյքային քարոզչությունը, սպառնալիքները, ու դրանք ազդում են ընտրողի կամ արտահայտության վրա։ Իմ կարծիքն այն է, որ անարդար է, որ հավասար ձայնի իրավունք ունեն բոլորը։ Օրինակ, եւ դատավոր Վաղարշյան ունի մեկ ձայն իրավունք, եւ այն քաղաքացին ունի մեկ ձայն իրավունք, որը մինչեւ հիմա օրինակ հավատում է, որ զատկից առաջ Քոչարյանը բոլոր ձվերը խանութներից առել է, որ կրիզիս առածժանը։ Ես էլ ունեմ մեկ ձայն։ Նրանք էլ ունեն մեկ ձայն, որ հավատացել են fake news-ին, թե Էրդողանը ծնկաչոք ներողություն է խնդրել Նիկոլից եւ խոստացել Արևմտյան Հայաստանը վերադարձնել, ցեղասպանությունը ճանաչել։ Անձամբ ճանաչում եմ մարդու, որը չհրկիզվող պահարան էր գնել, որովհետև հավատում էր, թե Նիկոլը ինչ որ թալան է բերելու բաժանի։ Դա էլ ունի մեկ ձայն, ու նա էլ ունի մեկ ձայն, որ 2018-ից ասում էր Նիկոլը խաբեբայ է։ Այո, ընտրողը մանիպուլյացիաներից պաշտպանված չէ, հատկապես պաշտպանված չէ իշխանության մանիպուլյացիաներից, ու իրավական համակարգը այստեղ իշխանության պաշտպանն է, ոչ թե ընտրողի։ 8 տարում 3 պատերազմ, 5000 զոհ, բռնագաղթ տեսած ընտրողը, որին նաև ամեն օր պատերազմով սպառնում են, բանտերն են լցնում, բիզնեսներ են խլում, կեղծ ձայնագրություններ են տարածում ու քրգործեր հարուցում, ձայները գողանում են, շատ
անպաշտպան է։ Նիկոլն ասում է. «Սատկացնելու եմ, կզցնելու եմ, բան չեն անում»։ Մեկ այլ ընտրող, որ Նիկոլի պլակատն է պոկում, տանում են հոգեբուժարան, ինքնասպան է լինում ու 0 արձագանք պաշտոնավարող իրավաբանների կողմից։ Հիմա Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանն ասում է, ձեր կարծիքով ընտրողների վրա այդքան հեշտ կարող են ազդել, այդ դատավորը այդ հարցը կարող էր տալ, եթե ընտրվելու եւ ընտրելու պայմանները հավասար լինեին։ Նիկոլական ընտրվողներին ու ընտրողներին կարելի էր ամեն ինչ, ընդդիմադիր ընտրվողներին ու ընտրողներին սպառնալիքներ։ Օրինակ, ուժեղ Հայաստանին ձայն տալու համար դասախոսին ազատել են աշխատանքից, դա էլ երեք իմացանք։ Թող դատավորն ասի, ընտրողը որքանով է պաշտպանված։ Իդեպ, նա վաղը պետք է վճիռ կայացնելիս հենց դա գնահատի նաև։ Փաշինյանը մեռավ սպառնալիքներ հնչեցնելով, բայց ոչ մի դատավոր ու ոչ մի կենտրոնական ընտրական հանձնաժողով նրան դուրս չթողեց ընտրարշավից։ Եվ ուրեմն մենք քննարկեցինք, թե ով է ընտրողը, բայց հիմա մեկ այլ կարևոր հարց կա. իսկ ով է դատավորը։ Համաձայն Սահմանադրական դատարանի անդամ Վաղարշյանի, միջին վիճակագրական ընտրողը պետք է ազդեցության տակ չընկնի, չվախենա, իսկ դատավորը։ Օրենքով ամենապաշտպանված Սահմանադրական դատարանի դատավորները վախեցան ձայն հանել, թե չվախեցան, երբ Նիկոլը իրենց անվանում էր վնգստացող, երբ շրջափակում էր դատարանների դռները, երբ ասում էր կա տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք ձեր դատավոր հալով ինչեր եք զոհաբերել մինչև անգամ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, որ չհայտնվեք մարդամեկի թիրախում։ Վաղարշյանից առաջ իր տեղը այլ դատավոր էր նստում։ Իրավական գիտելիքներից 0 Վահագն Հովակիմյանը օրենք հեղինակեց, նրանց հանեցին, նրանց փոխարեն նշանակվեց էսնոր կազմը։ Ու ինչպես արձագանքեցին դատավորները։ Այսօրվա Սահմանադրական դատարանի դատավորի եղբայրը, որ քաշքշում էր Հայաստանի ամենահարգված դատավորներից Ալվինա Գյուլումյանին, ինչ արեցիք, դատավոր էիք։ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանն ասում է, զոմբիներ են ընտրողները, որ թոշակը բարձրացրին գնաց ընտրեց։ Հիմա հարց. Եթե կարծում եք, որ ապրիլի 1-ից թոշակը 10,000 դրամով բարձրացնելը չի ազդել քաղաքացու կամ արտահայտության վրա, իսկ որ հունիսի 1-ից ձեր Սահմանադրական դատարանի դատավորների թավելավճարը աշխատավարձի 35%-ի չափով բարձրացրել են, դա կազդի Սահմանադրական դատարանի դատավորների այս որոշման վրա, ինչպես որ ընտրություններից 2 ամիս առաջ թոշակառուները 10,000 դրամով բարձր թոշակ են ստացել, այնպես էլ Սահմանադրական դատարան դիմումի քննումից 25 օր առաջ դատավորները բավական բարձր ավելավճար են ստացել, նույն կեղծիքներով ընտրված իշխանության կողմից։ Հիմա դա չի ազդելու վաղը իրենց որոշման վրա։ Կուզենայի, որ այդպես լիներ։ Այնպես որ դարձյալ կրկնում եմ, իսկ ովքեր են դատավորները։ Եթե Նիկոլը այսքան բան մեր երկրի գլխին բերելուց հետո ազատության մեջ է, ուրեմն ովքեր են դատավորները։ Գիտեք, մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի դատավորները ընտրողներ էին ու պետք է ընտրեին ակնհայտ կողմնակալ Սեդա Սաֆարյանը մասնակցի ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու դիմումների քննությանը, թե չմասնակցի։ ՍԴ դատավորները այդ հասարակ քննությունը պռավալ են տվել, որովհետև երևի իշխանությանը պետք էր, որ Սեդա Սաֆարյանը մնա։ Հիմա Արթուր Վաղարշյանին հարց տամ, ինքը որպես ընտրող ինչով առաջնորդվեց։ Նրանք, որ վճռականություն չեն ունեցել Սահմանադրական դատարանի լեգիտիմ կազմ ձևավորելու, ինչ են պահանջում ընտրողից։ Իրենց չափանիշը ո՞րն է։ Նա այդ դատավորը ընտրող է լինելու նաև 3 օրից, երբ պետք է իր քվեարկությամբ վճիռ կայացնի ու տեսնեմ ինքը կունենա նույն խիզախությունը, որը պահանջում է շարքային ընտրողից։ Հիմա ես այսքանից հետո պատմեմ սովորական խեղճացած մարդու վախերի մասին, երբ ամենապաշտպանված Սահմանադրական դատարանի դատավորները իրենք են վախերի մեջ։ Կուզենայի, որ Հայաստանի ընտրողը լիներ այնպիսին, որի վրա չկարողանայի ներգործություն ունենալ, բայց որպեսզի ընտրողը ոչնչից չվախենա, պետք է ախր դատավորն էլ դատավոր լինի, իրավապահն էլ իրավապահ լինի, պետք է տեսնի, որ ինքը պաշտպանված է անգամ իշխանության գրոհներից։ Կարճ ասած, Հայաստանի Հանրապետության ընտրողը լինելով այսքան ահաբեկված, ճնշված, սպառնալիքի տակ, ֆեյքային ինֆորմացիոն գրոհների տակ, աշխատանքը, բիզնեսը կորցնելու վախի տակ գնացել մերժել է իշխանությանը։ Այդ ընտրողի ձայները գողացել եմ 60,000-ը ուղիղ եթերի տակ, մնացածը էկրաններից հեռու, ու չգիտեմ քանի 100,000-ն են գողացել այդպես։
Ու հիմա սահմանադրական դատանի դատավորները պետք է որոշեն. քաղաքացու ձայն գողանալը ճիշտ է, թե սխալ։ Այդքան կեղծիքները լավ են, թե վատ են։ Մենք իմացանք, ովքեր են ընտրողները, 4 օրից էլ կիմանանք, թե ովքեր են դատավորները։